Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, եթերում է մեր պատմություն հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք հայ ազատագրական շարժման վերաիմաստավորման մասին համաձայն Բեռլինի վեհաժողովում տեղ գտած ձևակերպումների։ Այսինքն մենք քննարկելու ենք ինչպես է հայ ազատագրական շարժումը փոխել իր մոտեցումները, հիմք ընդունելով Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածում տեղ գտած ձևակերպումները։ Չէ՞ որ այստեղ Արևմտյան Հայաստանի եւ առհասարակ Օսմանյան կայսրության բոլոր հայաբնակ հատվածների վերաբերյալ հայերը ստանում են իրավական ձևակերպում, այսինքն հնարավորություն, որ իրականացվեն գոնե ինչ-որ բարենորոգումներ, որոնց վերաբերյալ ոչ հստակ ժամկետներ, ոչ էլ հստակ ձևակերպումներ էին արդեն մատնանշվում, այսինքն չկար հստակ ժամանակացույց, հստակ գործողությունների ծրագիր եւ ահա հենց հայ ազատագրական շարժման ղեկավարությունն էլ պետք է փորձի ձևավորել այս օրակարգը եւ դրա լուծմանը հասնելու ուղիները։ Այսպիսով խոսելու ենք հայ ազատագրական շարժման Բեռլինի վեհաժողովին հաջորդած շրջափուլի մասին։ Մինչ 1878 թվականի հուլիսի 1-ին ստորագրված Բեռլինի տրակտատին հաջորդած գործընթացներին անդրադառնալը ներկայացնենք, թե ինչպես էր այդ շրջանում հայ ազատագրական շարժումը հասել որոշակի հանգրվանի եւ ինչպես էին պատկերացնում այդ պահի դրությամբ Հայաստանի ապագան, Հայաստանի ազատագրության խնդրով մտահոգ հայ էլիտայի շերտերը։ 1878 թվականին նախորդած գործընթացները բնորոշում են մի քանի կարևոր գործոններով։ Նախ 19-րդ դարի դեռևս առաջին տասնամյակներից հայկական միջավայրը ներթափանցում եվրոպական միջավայրում տեղ գտած գաղափարախոսական հոսանքները։ Դա շատ ավելի հստակ է արտահայտվում 19-րդ դարի կեսերից սկսած։ Այսինքն ինչպիսի գաղափարախոսություններ որ այդ ժամանակ առկա էին եվրոպական հասարակական քաղաքական միջավայրում, ներթափանցում են նաև հայկական միջավայր եւ հայկական միջավայրում ստանում տեղական առանձնահատկություններին բնորոշ որոշակի դրսևորումներ։ Բնականաբար այդ դրսևորումները այստեղ պետք է հիմք ընդունեին տեղական գործընթացները, մյուս կողմից նրանք մեծապես ազդված են եվրոպական միջավայրից։ Այս ամենը իհարկե հայկական միջավայր բերում էին եվրոպական տարբեր համալսարաններում սովորած եւ ավարտած հայ ուսանողներ, ովքեր աստիճանաբար դառնում էին Օսմանյան կայսրության հայ հասարակական քաղաքական շրջանակները։ Աստիճանաբար ձևավորվում են այնպիսի հոսանքներ, ինչպիսին են ազատական, պահպանողական եւ ավելի ուշ արդեն սոցիալիստական գաղափարական հոսանքները։ Այս գաղափարախոսությունների հիման վրա հայերը պատկերացնում էին իրենց ապագան տարբեր փաթեթավորումներով, բայց մեկ նպատակի ներքո, որ հարկավոր է անպայմանորեն այն վիճակում, որ գտնվում էր արևմտահայությունը, այդ վիճակից ավելի բարելաված վիճակում տեսնել Հայաստանի ապագան։ Եվ այս գաղափարախոսությունները տալիս էին տարբեր ճանապարհներ դրան հասնելու։ Այս գաղափարական հոսանքների հիման վրա ժամանակի հետ պետք է ձևավորվեր եւ օրակարգ դառնար այն պահանջը, որ մենք տեսնում ենք օրինակ 1850-ական թվականներին արևմտահայ սանադրական շարժման տեսքով։ Իհարկե հայերի պահանջների ձևակերպմանը նպաստում էր նաև թանզիմատյան բարեփոխումների այդ հռչակված օրակարգը, որ կար Օսմանյան կայսրությունում, այսինքն սահմանադրական կարգեր հաստատելու խոստումը, որ սուլթանական կառավարությունը բերում էր մեջտեղ, հայերի մոտ որոշակի հույսեր էր ներշնչում։ Սակայն, ինչպես պարզվեց, թանզիմատյան բարեփոխումների երկու ալիքները, որ եղան, ընդամենը դրանք բարեփոխումների մասին պատրանք էին ստեղծում, բայց իրականության հետ որևէ աղերս չունեին։ Արդյունքում արևմտահայ սահմանադրական շարժման օրակարգի նմանողությամբ մի շարժումն էլ փաստորեն, որ ծավալվել էր օրինակ հույների շրջանում, նաև Օսմանյան կայսրության այլ էթնիկ միջավայրերում եղել էր օրինակ բալկանյան սլավոնների մոտ որոշակի ինքնավարության մոտեցումը, այս բոլոր հարցերը իհարկե ազդում էին հայկական միջավայրի ընկալումների վրա։ Բայց
Մենք շատ լավ գիտենք, որ արևմտահայ սահմանադրական շարժումը, որին գուցե մենք առանձին հաղորդում նվիրենք, 1850-ականների վերջին հասնելով որոշակի արդյունքի, այնուամենայնիվ 1860 թվականին սեփական հայկական համայնքի կողմից վերջնական վերնախավի վավերացումը ստանալուց հետո, Կոստանդնուպոլսի հայոց ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո 63 թվականին սուլթանական վավերացումը ստացավ որոշակի փոփոխություններով եւ սահմանափակումներով։ Եվ սա ամենևին էլ չէր երաշխավորում արևմտահայության համար հստակ լուծումներ, որովհետեւ հայկական համայնքի Օսմանյան կայսրության հայ բնակչության քաղաքական որոշումները 80% եւ ավելի ձայնով կայացնելու էին Պոլսի հայության էլիտան, ովքեր որ այս կամ այն ձևով փոխկապակցված էին սուլթանական վերնախավի հետ եւ նրանց չէին հետաքրում առանձնապես արևմտյան Հայաստանի հայերի շահերը։ Նրանք նույնիսկ իրենց վեր էին դասում արևմտահայությունից, շատ հաճախ գնահատելով արևմտահայությանը իբրև գեղշկական զանգված, որից իսկապես արդեն օտարվել էին եւ ավելի ինտեգրվել էին թուրքական վերնախավին։ Բնականաբար այս միջավայրում, երբ որ կա քաղաքական գաղափարախոսությունների հիման վրա արմատացած որոշակի հոսանքների մի փունջ եւ դրան զուգահեռ կա անպայման բարենորոգումներ իրականացնելու նաեւ պահանջ թեկուզ նույն Պոլսի հայության այն շերտի մոտ, որ ստացել է կրթություն եվրոպական երկրներում եւ կա ազատագրման հստակ նաեւ օրակարգ, այսինքն Օսմանյան կայսրությունից դուրս ապագա կերտելու օրակարգ բուն արևմտյան Հայաստանում, այս ամենը քաղաքական օրակարգ բերելու անհրաժեշտություն կա։ Եվ սա իհարկե պետք է արվի արդեն քաղաքական խմբակների տեսքով։ Այսպիսով ստացվում է, որ գաղափարական հոսանքները հիմք են նախապատրաստում արդեն քաղաքական խմբակների ստեղծման համար։ Հասարակական, քաղաքական, ազատագրական խմբակներ պետք է ստեղծվեն եւ դրա համար բնականաբար պետք է պարարտ միջավայր լինի։ Այստեղ հարկավոր է շեշտել, որ արևելյան Հայաստանում այս ամենի համար ավելի նպաստավոր պայմաններ կային եւ արևելահայությանը նախ եւ առաջ մտահոգում էր արևմտահայության ապագան, նրանց ֆիզիկական գոյության ապագան։ Դրա համար առաջին խմբակները, որ ստեղծվում են հենց արևելյան Հայաստանում, օրինակ 1869 թվականին բարենպատակ ընկերությունը Ալեքսանդրապոլում, առաջնային խնդիր հենց դրվում է արևմտահայության փրկության օրակարգը։ Բնականաբար այս պարագայում պետք է նկատի ունենանք արդեն արևմտյան Հայաստանում տեղի ունեցող գործընթացները եւ բնական է, որ այստեղ արևմտահայությունը մեծապես ազդված պետք է լիներ, օրինակ 1862 թվականին Զեյթունի ապստամբության հաջողության օրինակից, այսինքն Զեյթունում արձանագրվել էր զինված պայքարի միջոցով հաջողություն, զեյթունցիները պահպանել էին իրենց ինքնավարության իրավունքները, այսինքն կարող էին իրենց իշխանության սահմաններում շարունակել պահպանել 4 տոհմերի գլխավորությամբ լիովին ինքնավար կարգավիճակ, վճարեին հարկեր այն ժամանակ, երբ որ ցանկանում էին եւ սահմանաչափը բավականին տանելի էր հայության համար եւ ամենակարևորը ունեին ներսում անձի գույքի ապահովության հետ կապված լիարժեք ազատ միջավայր եւ բնականաբար այս օրինակը զեյթունցիների ոգեշնչող է դառնում մյուս տեղերի համար, մանավանդ երբ որ այս օրինակը հայ գրողների եւ հասարակական քաղաքական շրջանակների կողմից սկսում է թմբկահարվել եւ տարբեր ստեղծագործությունների, երգերի, բանաստեղծությունների եւ այդպես նույնիսկ պատմավիպասանական բնույթի այդպես պատումների ներկայացման շնորհիվ ներկայացվել ավելի լայն շրջանակների։ Երբ խոսում ենք այս գործընթացի մասին, չենք կարող չնշել մի շատ կարևոր անհատականության մասին, խոսքը Խրիմյան հայրիկի մասին է։ Խրիմյան հայրիկ այն անձնավորությունն է, որ 1850-ականներից մինչև 1880-ական թվականներ հայազատագրական շարժման բոլոր վերափոխումներին, տրանսֆորմացիաներին ուժ է հաղորդել, առաջնային լիցքն է հաղորդել ի սկզբանե։ Առաջին կարևոր հանգամանքը, որ նրա հետ կապված պետք է նշենք, 1850-ական թվականների երկրորդ կեսին նրա ծավալած լայն գործունեությունն է։ Նա Վանի նահանգի տարածքում դեռևս 1857 թվականին կազմակերպում է մեր պատկերացրած, մեր այսօրվա դպրոցի ընկալմամբ առաջին դպրոցը Արևմտյան Հայաստանի պայմաններում։ Վարագավանքի այդ հարյուրամյակներով ձգվող վանական դպրոցի հիմքի վրա նա ստեղծում է ժամանակակից տիպի դպրոց եւ այս դպրոցին զուգահեռ տպարան է,
գործարկվում եւ նաեւ հրատարակվում է շուտով այստեղ արծիվ վասպուրականի պարբերականը, որը շատ մեծ դեր պետք է խաղար հասարակական, քաղաքական գաղափարներ, ազգային գաղափարներ տարածելու գործում։ Արևմտահայության լայն շրջանակները, հատկապես Վանի նահանգի հայությունը, որ աչքի էր ընկնում իր կրթական բարձր ցենզով, հնարավորություն էր ստանալու պարբերաբար ծանոթանալու այս հրատարակումների միջոցով ազգային գաղափարներին եւ մյուս կողմից այս դպրոցը ժամանակակից տիպի արդիականացված, մոդեռնիզացված կրթություն էր ապահովելու հայ մանուկների համար։ Այստեղ մեր պատկերացրած այդ դպրոցը ինչպիսի տեսք ուներ։ Այնտեղ կային այնպիսի նստարաններ, գրատախտակ, դասագրքեր եւ այլն, այն ամենը, ինչ մենք այսօր պատկերացնում ենք ժամանակակից դպրոցում։ Եվ նաեւ նա է այստեղ հեղինակում առաջին հայրենագիտության դասագրքերը։ Այսինքն հայրենիքի մասին տարբեր գիտելիքները մեկտեղել մեկ ուսումնական ծրագրի մեջ եւ դա 3 տարվա ուսուցամբ ապահովել, դասագրքեր դրա համար հատուկ ստեղծել եւ բոլոր մանուկներին դրա միջոցով սիստեմատիկ, շարունակական կրթություն հաղորդել սեփական հայրենիքի, սեփական ազգի, սեփական ինքնության մասին։ Եվ շատ կարևոր է, որ այստեղ բաղադրիչների մեջ ոչ միայն լեզուն, պատմությունն եւ գրականությունն էին, այլ նաեւ Հայաստանի աշխարհագրությունն էր տեղ գտնում եւ նաեւ երգ, երաժշտություն եւ մնացյալ այլ ոլորտներ։ Եվ աստիճանաբար հենց Մկրտիչ եպիսկոպոս Խրիմյանի, ապագա Խրիմյան հայրիկ հայրապետի եւ նրա հետ հետագայում մեծապես գործակցող, համագործակցող արդեն Գարեգին Սրվանստյանի գործունեության շնորհիվ է այստեղ ձևավորվում հետարքիր մի միջավայր։ Մեր հեռուստադիտողին քաջ հայտնի է Գարեգին Սրվանստյանցը իբրև հայկական էպոսի, Սասունցի Դավիթ կամ Սասնածռեր էպոսի գրի առնող առաջին գործիչ եւ քչերին է հայտնի, որ այս անձնավորությունը բարձրաստիճան հոգեորական էր, եպիսկոպոս էր եւ ստացվում է, որ երկու բարձրաստիճան հոգեորականներ այս կարևոր գործին մոտենում էին հիմնավորապես, այսինքն գաղափարական նախապատրաստությամբ եւ օրինակ Սրվանստյանցը կարևոր էր համարում ազգային հիշողության կարևոր տար հանդիսացող էպոսը գրի առնել եւ պատմական հիշողությունը այդ ձևով բանավոր ավանդազրույցներով փոխանցվող էպոսը գրավոր տեսքով հաղորդել սերունդներին։ Երբ խոսում ենք 1860-ական թվականների գործընթացների մասին, պետք է նշել, որ Խրիմյանը այս շրջանում դառնալով Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք մեծ աշխատանք է տանում արդեն հայոց ազգային սահմանադրությունը, որ սահմանադրական այդ շարժման արդյունք էր, դրա մեջ նշված կրթական հաստատություններ ունենալու հնարավորությունը օգտագործվի Արևմտյան Հայաստանում։ Ի տարբերություն Պոլսի հայկական վերնախավի, նա ավելի այսպես Արևմտյան Հայաստան ուներ իր մտածողության կենտրոնում եւ դրա համար մեծ ջանքեր է գործադրում այստեղ դպրոցներ կառուցելու, ընդ որում դպրոցներ բացելու Վարագավանքի դպրոցի մոդելով, այսինքն ժամանակակից արդիականացված կրթական միջավայր ապահովելու ուղղությամբ եւ մասնավորապես Վանի նահանգում եւ մյուս նահանգներում բազմաթիվ դպրոցներ է բացում։ Այս բոլոր դպրոցներում արդեն մոդեռնիզացված նաեւ գիտելիք էր հաղորդվում մարդկանց եւ բնականաբար ազգային գիտելիքներով նախապատրաստում էին ազգագրական շարժման հաջորդ փուլը։ Ի վերջո, հենց Վանի նահանգում 1872 թվականին հիմնվում է Արևմտահայ առաջին խմբակը, Միություն ի փրկություն խմբակը։ Այստեղ հաջորդող տարիներին Զինակիր, Սևխաչ եւ այլ խմբակներ են հիմնվում, որոնք փաստորեն Վանի այդ որպես արևմտահայ մտավոր կենտրոնի հանգամանքը ավելի արմատավորում էին։ Եվ ահա այս միջավայրում է, որ 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո արդեն Բեռլինի վեհաժողովի համապատասխան փաստաթղթի հուլիսի 1-ին ստորագրված փաստաթղթի 61-րդ հոդվածը նախատեսում էր բարեփոխումներ։ Այս շրջանում հայության միջավայրում արմատանում է հետևյալ մոտեցումը։ Փաստորեն կա փաստաթուղթ, որին կարելի է հղում կատարել եւ դրանով հասնել ինչ-որ բարենորոգումների։ Բայց հայության մի մասը այս օրակարգը համարում է ոչ իրատեսական եւ մտածում է, որ միակ տարբերակը զինյալ պայքարն է եւ այսպես ասած պայմանական հեղափոխության փոփոխության հասնելը։ Եվ այս զինյալ պայքարի նախնական մոտեցումը ճարահատյալ ինչ որտեղ դրսևորումներ ուներ եւ իր առաջնային
ձևակերպումը հետևյալ կերպ է ստանում. մարդիկ տուն տեղ թողած շատ երիտասարդ տղաներ, հասկանալով, որ իրավիճակ մեծ հաշվով չի փոխվի, միակ տարբերակը տեսնում էին անձնական վրիժառությամբ եւ հարցը անձնապես ինչ որ տարական լուծումներ տալու միջոցով։ Եվ խնդրեմ այդպես իհայտ է գալիս հայդուկյան շարժումը, որը սկզբնապես ամենևին ուղղորդված չէր եւ հետագայում միայն պետք է ստանա արդեն 1890-ականների սկզբին կուսակցությունների կողմից որոշակի ուղղորդում։ Եվ այս մյուս տարբերակը փաստորեն արդեն ազատագրական խմբակների կոնսոլիդացիայի ճանապարհով նոր օրակարգի ձևավորումներ, որը պետք է հղում կատարի Բեռլինի վեհաժողովի համապատասխան հոդվածին, գործողություններ կատարի Արևմտյան Հայաստանում եւ Օսմանյան կայսրության այլ կենտրոններում, ցույց տա եվրոպական այդ 6 պետություններին, որ հարգելիներս այդ խոստացված բարեփոխումները չեն եղել, պետք է այդ բարեփոխումներն անել, եւ մենք դժգոհում ենք, ցույցեր ենք անում ենք տարբեր գործողություններ, այդ թվում զինված գործողություններ, որոնցով ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հարցի վրա, որ բարեփոխումները չեն կատարվել։ Այսինքն դեռ Սուլթան Աբդուլհամիդ II-ը իր քաղաքալության փաստորեն առաջին տարիների հետ համընկավ թե Բալկանյան ճգնաժամը, թե հետո դրան հաջորդած ռուս-թուրքական մեծ պատերազմը եւ դրանց հետո փոխարենը կատարելու հարավմտահայության շրջանում իսկապես բարենորոգումներ, Աբդուլհամիդ II-ը որոշեց գնալ կոշտ մոտեցումների եւ օրինակ նույնիսկ արգելեց Հայաստան բառի գործածումը ուսումնական գործընթացում։ Այսինքն հայկական շրջանակները սահմանափակումների մեջ են հայտնվում։ Նաեւ շուտով արդեն 1890-ականների սկզբին լրացուցիչ զինյալ խմբեր են ստեղծում արևմտահայության կյանքը վերահսկելու համար։ Հիմնականում քրդական խմբերից, զինյալ խմբերից կազմված համիդիե ջոկատներ են կազմվում, որոնք արևմտահայկական գավառներում կատարում էին բավական ցավալի հայերի համար գործողություններ։ Եվ այս միջավայրում ձևավորվում է 1885 թվականին դեռևս Վանում առաջին կուսակցությունը, այսինքն գնում է խմբակների այդ փորձառության հիման վրա համախմբման ճանապարհ որոշակի, նույն Մկրտիչ Ղրիմյանի գործուն մասնակցությամբ այս առաջին կուսակցությունն է ձևավորվում եւ հետո երկրորդ կուսակցությունը ձևավորվում է արդեն հայ ուսանողության շրջանում Ժնևում, ըստ որում այս կուսակցությունը հնչակյան կուսակցություններ ուներ ընդգծված սոցիալիստական իր որոշակի գաղափարախոսական հենք եւ երրորդ կուսակցությունը 1890 թվականին ստեղծվում է արդեն արևելահայ միջավայրում Թիֆլիսում հայ-աղափական դաշնակցություններ, որ սկզբից գրում էր փոքր այլ անուն հայ-աղափականների դաշնակցություն եւ միայն 2 տարի անց այդ վերջին հոգնակիակերտ մասնիկը դուրս մղվեց անվանումից։ Այն եւս ուներ սոցիալիստական գաղափարախոսություն, սակայն սոցիալիզմը որպես հեռահար նպատակ էր սահմանվում, առաջնային դիտվում էր արևմտահայության դրության հարցը։ Հիմա հասկանանք սա ինչ կապ ունի հայկական հարցի միջազգայնացման հետ։ Ուրեմն հատկապես հնչակյանները եւ նրանցից հետո դաշնակցությունը խնդիրը ձևակերպում էր հետեւյալ կերպ. ցույցեր կկազմակերպեն, ցույցերով կգրավի ուշադրությունը, հնչակյանների մոտեցումը օրինակ հստակ այդպես էր եւ որոշակի նաեւ ապստամբական ելույթներով կերևա, որ չեն կատարվել բարեփոխումները։ Բայց երբ որ այս ամենը հատկապես կոնկրետ 1894 թվականի Սասունի ապստամբությունից եւ 1895-96 թվականների Զեյթունի ապստամբությունից հետո ակնհայտ դարձավ, որ որևէ կերպ Օսմանյան իշխանությունները բարենորոգումների ճանապարհով չեն գնալու, եվրոպական պետություններն էլ անգամ Սասունի ջարդերից հետո եղած այդ մայիսյան բարենորոգումների ծրագիրը, որ առաջ քաշեցին, դրա լուծմանն էլ հետամուտ չեն լինելու, հնչակյան կուսակցության ներսում սկսվեց ճգնաժամ, որը բերեց 1896 թվականի հունվարին կուսակցության պառակտմանը 2 թևերի նույնիսկ։ Եվ դաշնակցությունն էլ այս գործընթացների իման վրա որոշեց վերանայել ազատագրական շարժման մարտավարությունը եւ որոշակի ձախողումներից հետո, օրինակ 1896-ի օգոստոսին Օսմանյան գլխավոր բանկի, կենտրոնական բանկի Բանկ Օտոմանի գործողության այդ գրավման գործողության ձախողումից հետո, այսինքն որ գրավեցին բանկը իրականում հաջողված էր գրավումը, բայց չհասան դրանից հետո հաջողության, որովհետև հաշվարկն այն էր, որ իսկապես եվրոպական պետությունները կմիջամտեն այդ ժամանակ այս ամենին եւ զորք կմտցնեն Կոստանդնուպոլիս, երբ որ դա էլ չի լինում, որոշում են, որ նաեւ
Սուլթանի մահափորձն է ձախողվում, այս ամենից հետո վերանայեն իրենց մոտեցումները եւ առանձին նմանատիպ գործողությունների փոխարեն արդեն համընդհանուր զինված պայքարի մարտավարության դիմեն։ Այս ամենը մեծապես պայմանավորված էր Բեռլինի վեհաժողովի համապատասխան որոշման հետ։ Կար հայկական վերնախավում որոշակի մտայնություն, որ բոլոր գործողությունները, որ իրենք անում էին, դա կունենա արտաքին շահառու, իսկն եվրոպական պետությունները ուշացում կդարձնեն, որ հայերը թե դժգոհում են, ուրեմն կա հիմք, ուրեմն չեն կատարել բարենորոգումները եւ իսկապես կմիջամտեին, ճնշում կգործադրեին սուլթանական վարչախմբի վրա եւ նրանք կանեին բարենորոգումներ։ Իսկ այդ բարենորոգումները այդպես էլ տեղի չունեցան։ Փաստորեն հայազատագրական շարժման այս հերթական փուլը, որը միտված էր ավելի շատ բարենորոգումների իրականացումը տեսնելուն, այսինքն ցանկություն ունեին իրականություն դարձնել Բեռլինի վեհաժողովի համապատասխան հոդվածը, այսինքն լեգիտիմ հիմք էին փնտրում հայերի խնդրի կարգավորման, տեսան, որ ավարտվում է ձախողմամբ։ Հետևաբար, եթե հնարավոր չէ տարբեր ելույթներով եվրոպական պետությունների միջամտությունը ստանալ եւ դրանով ի վերջո լուծման հանգեցնել Բեռլինի վեհաժողովի 61-րդ հոդվածով նախատեսված բարենորոգումները, որոշում կայացվեց, որ պետք է համընդհանուր զինված պայքարի մարտավարությամբ հասնել արևմտահայության ազատագրման։ Սա իհարկե արդեն նոր օրակարգ էր, որի մասին մենք խոսենք մեկ այլ հաղորդման շրջանակում։ Իսկ այսօրվա մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին, կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր հաղորդաշարի եթերում։ Հաջողություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։